Սա իրավունքը բաց տեքստով փոդքասթն է, որտեղ իրավունքի մասին խոսում ենք իրական կյանքի լեզվով։ Բարև ձեզ, ես փաստաբան Անի Ավետիսյանն եմ։ Այսօրվա եթերում կխոսենք անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքից բխող քաղաքացիների իրավունքների եւ հնարավորությունների մասին եւ առօրյայում ինչպես դրանք կիրառել եւ ինչ տվյալներ տալ, որպեսզի պաշտպանվածությունը մաքսիմալ ձեզ համար ապահովված լինի։ Իմ այսօրվա հյուր անձնական տվյալների պաշտպանության ոլորտում մասնագիտացած իրավաբան Գևորգ Հայրապետյանն է։ Գևորգ, եւս մեկ անգամ ողջույն, շարունակում ենք։ Այո, մաս առաջինը իդեպ կարող եք դիտել, էջում արդեն տեղադրված է։ Անպայման ես խորհուրդ տամ անպայման նայեն, մինչև այս հաղորդմանը անդրադառնալը, որովհետև խոսել ենք նախորդ անգամ նրա մասին, թե ինչ է անձնական տվյալ ու ինչ զգայունություն ունի օբյեկտիվորեն, ինչ ռիսկեր կարող է ունենալ մարդկանց տարբեր իրավունքների տեսանկյունից։ Հիմա խոսենք նրա մասին, թե ինչպես պետք է վարվել անձնական տվյալների հետ։ Էլի անպայման նայեք առաջի հաղորդումը, բայց այս անգամ կկրկնեմ, որ անձնական տվյալի մշակում, մշակել, մշակող այդ բառը կրկնելու եմ պարբերաբար, դա անձնական տվյալի հետ կատարվող ցանկացած գործողություն է։ Հիմա ինչա պետք անել անձնական տվյալների ճիշտ մշակելու համար։ Դու մեզ դիտողներին խոստացար, որ մենք օրենքից ենք խոսելու, բայց քանի որ ոչ բոլորն են իրավաբան, պարզ լեզվով խոսենք, հա, իրավաբանների համար, մեր գործընկերների համար, եթե պետք լինի, մենք առանձին կարող ենք այսպես սեմինար դասընթացի, ինչպես նաև կարող ենք այսպես կազմակերպել, իհարկե քո մասնակցությամբ։ Ես ինձ այս ոլորտի այդպես մասնագետ չեմ համարում, չնայած տեղեկացված եմ, քո շնորհիվ իդեպ, բավական շատ մեծ այս ընթացքում տեղեկատվություն տրամադրել ես, ինչի համար նաև շատ շնորհակալ եմ։ Եվ ավելի շատ խոսենք, քանի որ մեզ դիտողները հիմնականում ոչ մասնագետներն են, հա, այսպես ասենք, մասնագետները ժամանակ չունեն հաղորդումներ դիտելու, պարզ, մարդկային, հասկանալի եւ կյանքից վերցրած օրինակներով, որպեսզի մարդիկ հասկանան, ինչպես իրենց պաշտպանեն, իրենց անձնական տվյալները պաշտպանեն, ինչ իրավունքներ ունեն, երբ որ խախտվում է այդ կամ ինչպես իրենք անեն, որ իրենք ուրիշների տվյալների պաշտպանության իրավունքը չխախտեն։ Դա ինձ թվում է մեր այսպես մշակույթում ամենավերջինն է հետաքրքրում։ Նույնն է։ Մենք մի քիչ էգոիստ ենք, սիրում ենք առաջինը մերը պաշտպանել, հետո նոր մյուսինը, բայց ինչու՞ չէ շատ կարևոր թեմա է սպառ։ Տվյալների հետ վարվելու տարբեր կանոններ կան, շատ, բայց կարելի է առանձնացնել 3-ը։ Այդ 3 կանոնով, որոնց մասին այսօր խոսեմ, կարելի է sense մի բանաձև պատկերացնել ու այդ 3 կանոնը որպես բանաձև դնել անձնական տվյալի մշակման դեպքի վրա ու եթե շեղում կլինի, ապա կա խախտում։ Շեղում չի լինի, չկա խախտում, դա այդ 3 կանոնով հեշտ է կողմնորոշվելը մեծամասամբ։ Առաջին կանոնը մեզ մոտ կոչվում է օրինականության սկզբունք։ Այս անվանումը եթե մի կողմ թողնենք սկզբունքի, ապա կանոնը հետևյալն է. անձնական տվյալները պիտի մշակվեն օրինական եւ կոնկրետ որոշակի նպատակով։ Աննպատակ անձնական տվյալներ չի կարելի մշակել։ Եթե օրինակ մեկը մոտիկացել է, ասում է խնդրում եմ ինձ տուր քո էլեկտրոնային փոստի հասցեն։ Հարցնում ես ինչի տամ, ասում է չգիտեմ, հենց այնց ուղղակի ուզում եմ։ Սա արդեն գլխանց անօրինական է տվյալների նման մշակումը, որովհետեւ չկա նպատակ։ Ցանկացած անձնական տվյալի մշակում պիտի ունենա իր նպատակը։ Ես դպրոցից օրինակ կպատմեմ, կարող է մեզ դիտում են երեխաները, կարող է մեզ դիտում են ծնողները ու դպրոցը մեծ հաշվով բոլորի կյանքում կա, հեշտ է պատկերացնել։ Ուրեմն կար մի դպրոց, որը դասասենյակում տեղադրել էր տեսախցիկ։ Դպրոցից հարցրեցինք, ասեցինք ինչի է տեսախցիկ դրել ու նկարում մարդկանց, չէ՞ որ մարդկանց նկարելը անձնական տվյալի մշակում է։ Այդ ժամանակ մենք ուղղակի ուզում ենք հասկանանք դպրոցի ճիշտ անում թե չէ։ Դպրոցին այսինքն որն է նպատակը։ Առաջինը սա բացատրի, դպրոցը բացատրեց հետևյալ կերպ, ասում է ես ուզում եմ հանցագործություններ բացահայտեմ ու կանխեմ դրա համար տեսախցիկ եմ դրել։ Քրքրում ենք դպրոցի կանոնադրությունը, հանրակրթության մասին օրենսդրությունը, պարզվում է դպրոցը նման լիազորություն չունի։ Հետևաբար դպրոցին ասում ենք դպրոց, ինչքան էլ որ քո նպատակը հասկանալի ու կոնկրետ է, բայց օրինական չի, որովհետև դու չունես նման օրենքից բխող որևէ նպատակ։ Դա օրինական նպատակ է օրինակ իրավապահ մարմինների համար, բայց ոչ հանրակրթական ուսումնական հաստատության համար։ Հետևաբար այդ նպատակով դու չես կարող երեխաների պատկերները վերցնել, մշակել եւ այլն եւ այլն եւ այլն։ Իսկ մի ուրիշ դպրոց, երբ որ հարցրեցինք այսինքն ինչի է տեսախցիկ տեղադրել, ասեց դե իմ նպատակը դասատուներին հսկելն է, որ
իրանք երեխեքի հետ ճիշտ վարվեն։ Ստեղ էլ հակառակը նպատակը ոնց որ թե բխում է դպրոցի լիազորություններից, որպես վերադաս, վարչական մասով, տնօրենը, փոխտնօրենը եւ այլն կարող են որոշակի հսկողություն իրականացնել անձնակազմի նկատմամբ, գործունեության պատշաճության նկատմամբ եւ այլն, այստեղ օրինականության հետ հարց չկար, պետք էր նայել արդյոք այս նպատակը կոնկրետ է, որոշակի է։ Հարցրեցինք ում նկատի ունես, ինչ դեպք նկատի ունես։ Ասես դե ճիշտն ասած ոչ մի կոնկրետ դեպք նկատի չունեմ, հենց այնպես դրել եմ, էլի, ուղղակի, այտենց մոտարպես մատիցս հոտ քաշելով ենթադրել եմ, որ կարողա լինի, ոչ նախադեպ կար, ոչ բան կար, այսինքն ինչու՞ չէ նաև կարևոր է թե այդ կամերան որ ուղղվածություն ունի, ինչ ռակուրսից է, այսպես ասած, նկարում։ Սրա մասին պատմելու եմ։ Ու ասենք վերջ դու էլի չունես եւ օրինական եւ միաժամանակ կոնկրետ հստակ ճշգրիտ նպատակ։ Այստեղ պետք է հիշել, անձնական տվյալի ցանկացած մշակում կարող է համարվել օրինական միայն եթե ունի օրինական եւ կոնկրետ նպատակ։ Անորոշ, չափազանց ընդհանուր, բոլորին վերաբերող, ոչ ճշգրիտ նպատակները հաշիվ չեն։ Սա առաջին հիմնական կանոնն է։ Նույն հաջողությամբ մարդիկ կարող են նաև իրենց նկատմամբ կիրառել այս կանոնը։ Եթե իրենք ուզում են անձնական տվյալներ մշակել ուրիշների, ապա իրենք պետք է նույնպես ի սկզբանե սահմանեն այդ տվյալների մշակման ճշգրիտ եւ օրինական նպատակը։ Սա մեկ ոնց որ բանաձևի մի x-ը անցնենք y-ին։ Անցնենք y-ին, այո։ Երբ որ ձևավորվել է անձնական տվյալի մշակման օրինական ու որոշակի նպատակ, պետք է ապահովել, որ անձնական տվյալները մշակվեն այդ նպատակին հասնելու համար պետքական անհրաժեշտ չափավոր միջոցներով, նվազագույն քանակով ու նվազագույն ժամկետով։ Սա մեզ մոտ օրենքում կոչվում է համաչափության սկզբունք։ Այ ենթադրենք, հիմա մեզ դիտողներից մեկը կապվի ինձ հետ ու ասի, որ ուզում է, որ ես իրեն ուղարկեմ ինչ-որ մասնագիտական գրականություն, ենթադրենք սահիկաշար կամ ինչ-որ գիրք կամ ինչ-որ վերլուծություն անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ։ Ես իրեն ուղարկելու համար ենթադրենք կոմենտում եմ գրում։ Ու կոմենտներ գրեք, անպայման եթե հարցեր ունեք։ Ես իրանից այդ նպատակով պիտի ուզեմ իր որևէ անձնական տվյալը, կապի որևէ միջոց, օրինակ էլեկտրոնային փոստի հասցեն։ Բայց ես ուզում եմ ասում եմ, գիտես ինչ կա, հարգելի մարդ, ինձ նրա համար որ ես քեզ ուղարկեմ նյութերը այդ նպատակով ինձ տուր քո էլեկտրոնային փոստի հասցեն, կոշիկի չափսը ու հասակը։ Ես ինչքան էլ ունենամ օրինական ու կոնկրետ նպատակ, այն տվյալների փաթեթը, որ ես այդ մարդուց պահանջում եմ, համաչափ չի այդ նպատակի համար, որտեվ ինչ որ մեկին նյութ ուղարկելու համար որ էլեկտրոնային փոստը կամ կապի այլ միջոցը լրիվ բավարար է։ Հեչ պարտադիր չի կոշիկի չափսն ու հասակը նույնպես վերցնել։ Անձնական հետաքրքրասիրությունն է բավարարում։ Ուստեղ էլի լավ օրինակ ունեմ դպրոցից։ Մի դպրոց կար, որ երբ որ տեսահսկման համակարգ էր տեղադրել դասասենյակներում ու հարցնում էինք ինչի, ինքը ասեց ես տեղադրել եմ ոչ թե որպես դպրոց, այլ որպես կազմակերպություն, ով ունի թանկարժեք գույք։ Ու ինչպես օրինակ խանութներն են հսկում իրենց դրամարկղը, ես էլ ուզում եմ հսկեմ իմ թանկարժեք գույքը։ Իրեր մոտ հետաքրքիր իրավիճակ կար, իրանք բոլոր դասասենյակները նոր էին վերանորոգել ու տեղադրել էին նաև սմարթ գրատախտակ, պրոյեկտոր եւ համակարգիչ, ու ասում էր դե սրանք իսկապես թանկարժեք գույք են ու ողջամիտ կասկած կա, որ ինչ որ մեկ ուզենա նման տեխնիկա գողանա, գիտի դպրոցում նոր ենք բան արել, վերանորոգում արել, կարողա մտնի դպրոց։ Եթե ավելի հստակ, ապա դպրոցի խնդիրն են էլ, որ գիշերները գող չմտնի։ Կանխեն, իսկ մտնելու դեպքում հնարավորություն ունենան իրենց գույքը պաշտպանել ու պաշտպանել այդ իրենց հանցագործության բացահայտման քրեաիրավական շահապաշտպանությունը, այսպես ասած։ Բայց նկարահանումը սկսում էր առավոտյան 8-ից մինչև երեկո։ Սա համաչափ չէր, բնականաբար այդ ուսումնասիրության արդյունքում արդեն դպրոցին տված մեր խորհրդով դպրոց ունեցավ, ես հեշտ կասեմ, բայց այնտեղ մի քիչ ավելի բարդ էր, ունեցավ ներքինակ, տեսահսկման ընթացակարգ եւ այլն ու սահմանեց տեսահսկման ժամկետ։ Գալիս էին առավոտյան դասի կամերաները անջատում էին, տուն գնալիս միացնում էին։ Ու իրենք ստացվեց, որ ունեն նպատակ եւ տեսահսկում, այսինքն տվյալների մշակում իրականացնում են այդ նպատակի համար համաչափ։ Իսկ ցերեկները երեխաներին նկարել է այդ նպատակին չէր ծառայի, ուստի կլներ անհամաչափ։ Իսկ մի ուրիշ դպրոց էլ կար, որ տեսախցիկ տեղադրել էր ֆիզիկա-քիմիայի լաբորատորիայում ու իր նպատակներն էր, որ մի ուրիշ դասասենյակում մի ուրիշ փուճուր սենյակ էլ կար, բանալիով փակվող, այնտեղ նյութերն էին պահվում։ Դպրոցն ասում էր ես դասատուի բացակայության ժամանակ դասամիջոցին, դասերից առաջ ու հետո չեմ ուզում, որ երեխեքը մոտիկանան, բզբզան, դուռը աստվածչանի բացեն, իրանց վնասեն, իսկ եթե հանգարծանեն, ես կարողանամ տեսախցիկով արագ տեսնել, ահազանգել։ Ու էլի երբ նայում ենք պայմանները, հասած տեսահսկման տեսադաշտը, տեսախցիկը դրած էր այդ փուճուր սենյակի դռան վերևը
թեւը, ամբողջ դասարանը նկարում էր, այդ դուռը չէր նկարում։ Ասում ենք դե տենց ոնց կլինի։ Քո նպատակը դրանը չբզբզալը, արձանագրելն է, որ երեխեքը չբացեն իրենց վնաս չտան։ Տեսախցիկը վերակահավորի, պտտի, թող նկարի դուռը դրան դիմացի մի հատվածը, ով կմոտիկանա կանգնի տեսահսկման տեսադաշտում, բայց եթե երեխան ասենք դասամիջոցին նստած վերջում բրտուճ է իր համարոտում, ինչ ես նկարում երեխային։ Սա էլի համաչափության կանոնն է։ Հետևաբար երկրորդ X ունենք, Y-ը, որ պետք է հիշել ես մեր բանաձևում, երբ որ ունես օրինական եւ որոշակի նպատակ, պետք է նաեւ ապահովես, որ տվյալները մշակվեն այդ նպատակին հասնելու համար պետքական անհրաժեշտ չափավոր միջոցներով, նվազագույն քանակով եւ նվազագույն ժամկետով։ Սա էլի կարևոր կանոն է տվյալների պաշտպանության։ Ես ասացի, որ մենք 3 անհայտ ունենք, որից երկուսը բացահայտել ենք, X-ն ու Y-ը արդեն գիտենք, դա օրինականությունն ու համաչափությունն է, անցնենք Z-ին։ Երրորդ պայմանը, երրորդ կանոնը տվյալների հետ վարվելու, դա տվյալների մշակման իրավական հիմք ունենալն է։ Մեր օրենսդրության տեսանկյունից, եթե սա ատրիբուտները մի կողմ դնեմ, ապա ես մեկ-մեկ հայերեն բառերից դժվարանում եմ գտնել հայտնի արտահայտությունները, ոնց կասեն սուխոյաստատը։ Չոր մնացորդ, չոր մնացորդ։ Այ չոր մնացորդ մնում է երկու իրավական հիմք, կամ մարդու համաձայնությունը, կամ օրենքով նախատեսված լինելը։ Անձնական տվյալներ մշակել օրինականը, եթե կամ կա մարդու համաձայնությունը, կամ եթե մարդու համաձայնություն չկա, ապա տվյալներ մշակել օրինականը, եթե տվյալների մշակումը նախատեսված է օրենքով։ Օրենքով այդ մարմինը ունի դրա իրավունքը առանց համաձայնություն հարցնելու։ Օրենքով կամ մարդու համաձայնությամբ տվյալները կարող են նաև դառնալ հանրամատչելի։ Մենք առաջին հաղորդման ընթացքում, առաջին մասի ընթացքում խոսել ենք հանրամատչելի տվյալների մասին, եթե տվյալները հանրամատչելի աղբյուրում են հայտնվում, ապա դրանք նույնպես կարելի է առանց լրացուցիչ համաձայնության նույնպես օգտագործել։ Բայց այստեղ ես բան ունեմ ասելու, չմոռանամ հեսա ասեմ, եթե ես ունեմ նպատակ ձեզ ուղարկելու ինչ-որ նյութ, եթե ստացել եմ համաչափ տվյալներ ձեզնից այդ նյութը ուղարկելու համար, ապա ես որևէ ձևով պետք է ունենամ նաև ձեր համաձայնությունը։ Օրինակ դուք պիտի փոխանցեք ինձ այդ նյութը, կամ ասեք հա համաձայն եմ, եթե նախկինում արդեն տվացած եք եղել, որևէ ձևով մարդը պիտի արտահայտի իր կամքը, որ իր տվյալները մշակվեն այն նպատակով ու այն ձևով, ինչը սահմանված է։ Դա ոնց է լինում, մեկ-մեկ հենց բանավոր են տալիս համաձայնությունը, մեկ-մեկ գրավոր, մեկ-մեկ դա լինում է պայմանագիր, երբեմն դա լինում է ուսանակ գաղտնիության քաղաքականությանը համացանցում I agree չի կարդում, I agree-ին սխմելը կամ թռչնակը դնելը եւ այլն, դրանք համաձայնության տալու ձևեր են, բայց իրավական հիմք ապահովելը պարտադիր է։ Այդ պատկերացրենք մեկը տեսահսկման համակարգ է դրել, ինքը ոնց է բոլոր քաղաքացիներից, ով անցնում դառնում են իր տարածքով, ոնց է համաձայնությունը վերցնում։ Ամենալավ օրինակներից մեկը, իհարկե օրենքը չի ասում, որ հենց պարտադիր պիտի լինի այդ ցուցանակը, բայց այդ ամենալավ օրինակներից մեկը այն ցուցանակն է։ Ցուցանակը դնում ես, մարդը տեսնում է, եթե պիտի տեսանելի լինի, տեսնելուց հետո եթե մտնում է տեսահսկման տեսադաշտ, ապա իր գործողությամբ համաձայնում է տեսահսկվելուն։ Կարող է ցուցանակ չդնել, կարող է մարդ կանգնացնել ամեն անցնող դառնողին, ասի բարև ձեզ գիտեք, մեզ մոտ տեսահսկվում է, բարև ձեզ գիտեք, մեզ մոտ տեսահսկվում է, բայց դա մի քիչ այդքան է ողջամիտ, չի։ Ու կախված այդ մարդու հումորի զգացումից։ Հետաքրքիր պրակտիկա կլինի։ Շատ։ Ես էլ պատկերացրեցի այդ իրավիճակը։ Ստեղ մի առանձնահատկություն ամեն դեպքում մարդկանց ասեմ։ Այս փաթեթը, այս 3 չափանիշը՝ համաձայնություն, նպատակ եւ համաչափություն, պիտի արկա լինեն անձնական տվյալների մշակման ամեն մի դրվագի համար։ Այսպես պատմեմ։ Հիշում եք, մի քանի րոպե առաջ ես ուզում էի ձեզ եմ դիմում, որովհետև ձեզնից է ուզում ձեր կոնտակտային միջոցը, որ ձեզ ուղարկի ինչ-որ նյութեր անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ։ Բայց ոչ համաչափ տվյալների։ Չէ, համաչափն եմ արդեն ուզում։ Մենակ մեյլ եմ ուզում։ Մենակ մեյլը։ Ու նյութը ուղարկում եմ։ Անցնում է մի ամիս, որոշում եմ իմ հին հեռախոսը վաճառել ու նորը առնել։ Ու մտքովս անցնում է, ես մարդկանցից մեյլեր ունեմ, որոնց իրանց նախորդիվ ուղարկել եմ նյութեր։ Իրանք իրանց համաձայնությունը տվել են, որ ես իրանց նյութեր ուղարկեմ, իրանք ինքնակամ են իրանց մեյլերը ինձ վստահել։ Կարող եմ արդյոք ես առանց լրացուցիչ համաձայնության իրանց ուղարկել նաև իմ հին հեռախոսի վաճառքի գովազդը։ Ոչ, որտեղ նպատակը փոխվել է։ Փոխված նպատակի համար նույնպես պիտի ապահովեմ այդ նպատակին վերաբերելի կոմպլեկտը, փոխված նպատակով համաչափություն եւ փոխված նպատակով տվյալները մշակելու համար լրացուցիչ համաձայնություն։ Եթե չեմ ուզում համաձայնությունը վերցնեմ, ուրեմն պիտի գնամ փորձեմ օրենք գտնեմ, որ ինձ թույլ է տալիս առանց համաձայնության մարդկանց գովազդներ ուղարկել։ Սա ուղղակի թող հիշեն այս 3 կանոնը։ Այստեղ ես մի դրվագ հիշեցի իմ անձնական, այսպես ասած, փորձառությունից, ուրեմն
էլեկտրոնային հենց post-ի հետ կապված համապատասխան մարմնում X event-ին, այսպես ասած, մասնակցելու համար ես ուղարկում եմ post-ս, որին գալիս է օրակարգը եւ այլն եւ այլն։ Գնում եմ, մասնակցում եմ, դրանից անցնում է մի քանի ամիս, գուցե տարի, այդ նույն էլեկտրոնային post-ին ես ստանում եմ մեկ այլ այս դեպքում արդեն մասնավոր ընկերությունից, նա պետական մարմին էր, մասնավոր ընկերությունից ես ստանում եմ գործնական առաջարկ։ Եվ քանի որ իմ էլեկտրոնային post-ը շատ հրապարակային վայրերում տեղադրված է որպես աշխատանքային post, ես դրան որպես այդպիսին վատ արձագանք չեմ ունենում, որովհետև շատ մարդկանց հասանելի է իմ էլեկտրոնային post-ը, կարող են ուղարկել գործնական առաջարկներ էլ այդ թվում։ Բայց երբ հանդիպման ժամանակ ինձ մոտ հարց է առաջանում, բա որտեղից իմացաք իմ մասին, ու ինձ ասում են միամտորեն, որ այս մարմինն է տրամադրել տեղեկատվությունը, ու ես այսպես մնացել եմ երկու քարի արանք ըստ էության, բայց ինչի ես տրամադրել, ես քեզ արդյոք թույլ տվել եմ այդ քո ասած, նաև փոխանցել ուրիշներին, եւ արդյոք եթե ես թույլ տվել եմ փոխանցել X մարդուն, դա ենթադրում է, որ Y-ին էլ դու պիտի հնարավորություն ես ստանում փոխանցելու, իհարկե ոչ։ Իհարկե ոչ, այո։ Բայց այսպես ամեն դրվագով որ ընկնենք այսպես բայց իրավի պետք է ընկնել ինչ որ մի պահի։ Դե ուղղակի ժամանակը չի հերիքում։ Հա։ Երբեմն այսինքն կարող ենք դիմել քեզ դու ընկնես այդ դրվագներով։ Այո, կամ դիմել անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի միանգամից ու ասել վարույթով parzi։ Արդյոք ես ինչ իրավունք ուներ իմ ինչ տեղեկությունը հրապարակել եւ այլն եւ այլն եւ այլն։ Այդ այսուք փորձը մի քիչ ավելի հետեւողական լինել էս մասով։ Ու արժի հիշել էս 3 կանոնը, ու այս 3 կանոնը իսկապես շատ լավ են աշխատում ցանկացած դեպքի հետ կապված։ Կապ չունի ես ինձ վստահված հեռախոսահամարը ուզում եմ փոխանցել ուրիշին, այս 3 կանոնը վերցնում եմ ու ստուգում եմ։ Ես ունեմ հեռախոսահամարը, համաչափ է ենթադրենք, բայց ունեմ արդյոք մարդու համաձայնությունը փոխանցման, թե հեռախոսահամարը վստահել են ինձ մենակ մեր միջև կապը ապահովելու համար։ Եթե չունեմ, ասում եմ կներեք, ես պիտի այդ մարդու ճշտեմ, կարող եմ իր հեռախոսահամարը ուրիշին փոխանցել, թե չէ։ Ես ինքս եմ այդպես անում, ինչ որ մեկին համարս երբ տալիս եմ, ինձնից հարցնում են կարելի է ուրիշին փոխանցել, ասում եմ այլ առանց հարցնելու, երբ ուզում եք փոխանցեք, որ այդ մարդը իմանա ոնց վարվի իմ տվյալի հետ։ Տեսախցիկ են տեղադրել ինչ որ միտեղ նամակ են ուղարկում համարին գովազդով ինչ որ խանութի բոլոր դրվագների համար այս 3 կանոնը աշխատում է ու եթե անձնական տվյալի մշակման ընթացքում այս 3 կանոններից որևէ մեկից կա շեղում, ուրեմն այդպիսի մշակումը գլխանցապորինի է։ Սա լավ օրինակ է հասկանալու համար թե տվյալների հետ ոնց պետք է վարվել։ Վերջին շրջանում ես պրակտիկ մի օրինակ ասեմ, որը սկսել է պրակտիկայում օգտագործվել ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից, երբ որ դու առաջին անգամ օգտվում ես իրենց մոտ ծառայությունից, բնականաբար հեռախոսահամար են գրանցում, քո անուն, ազգանուն, այնտեղ ծննդյան թիվ, որովհետև շատ դեպքերում քո ծննդյան օր, ամիս թիվ, որովհետև ունենում են ակցիաներ, որ քո ծննդյան օրը հավելյալ զեղչեր են տրամադրում, բայց դու ես որոշում տրամադրես այդ տեղեկատվությունը, թե ոչ։ Եվ ինչ եմ նկատել, շատ դրական պրակտիկա է այս իմաստով, շատ վայրերում արդեն իսկ տվյալները տրամադրելուց հետո քեզանից հարցնում են. իսկ համաձայն եք, որ մենք ձեր օրինակ հեռախոսին կամ մեյլին ուղարկենք այսուհետ մեր առաջարկները։ Դու կարող ես այդ պահին հրաժարվել եւ կարող ես ընդունել այդ առաջարկը։ Սա շատ լավ պրակտիկա է, որովհետեւ դու մարդուց ստանում ես եւ չես բացի անձնական տվյալի մասով, այստեղ ուղղակի անհանգստացնելու եւ մարդու ժամանակը խլելու հարց էլ կա, հա, այսպես առանձնացնենք էլի։ Եվ այդ մարդը իրեն ապահովագրում է, ծառայություն մատուցող ընկերությունը իրեն ապահովագրում է, որ վաղը չի գա ինչ որ մեկը ասի ես քեզ չեմ թույլ տվել իմ անձնական տվյալը օգտագործել օրինակ քո ակցիայի համար։ Այնինչ դու տվել ես այդ իրավունքը։ Ես մի իրավունքի մասին էլ կուզեմ ասել ստեղ։ Այս կոնտեքստում, երբ որ տեղեկացնում էին մարդուն նրա մասին, քո ռիմարկան շատ լավն էր, նրա համար որ ես այս մտքովս անցավ ասեմ։ Մարդը ունի իրավունք ճշտելու, թե իր անձնական տվյալները ոնց են մշակվում։ Դա կոչվում է տվյալների մշակման մասին տեղեկություն ստանալու իրավունք։ Այս իրավունքը մի քանի ձևով կարող է արտահայտվի, 3 դրվագ պատմեմ, թե ոնց կարող է արտահայտվի։ Առաջինը, երբ որ համաձայնություն ստացողը գլխանց պարտավոր է մարդուն ծանուցել եւ պատմել որոշակի տեղեկություններ, թե տվյալները ինչպես են մշակվելու։
ինչ տվյալներ է ուզում, ինչ նպատակով եմ մշակվելու, ում կարող եմ փոխանցվել, երբ մարդը կարող է փոշմանելու հետ վերցնել իր համաձայնությունը եւ այլն։ Մեզ մոտ պրակտիկա կա, հիմա մարդկանց չեմ ծանրաբեռնի դրանով, բայց վճռաբեկ դատարանի որոշմամբ էլ հաստատված, որ համաձայնությունը պիտի լինի կամ քի արտահայտման որևէ ձև, պիտի լինի որոշակի ու վերաբերի ճշգրիտ նպատակների, ճշգրիտ տվյալների, պիտի լինի ազատ տրված, այսինքն մարդը ինքը որոշի ուզում է համաձայնի թե չէ, եւ պիտի լինի տեղեկացված, այսինքն մարդը պիտի հասկանա, թե իր տվյալները ինչ պայմաններով են մշակվում ու դա պիտի հասկանալի, տեսանելի լինի մարդու համար։ Այսինքն համաձայնությունը պիտի որակյալ լինի։ Թռչնակը միայն համաձայն է մի կողքը։ Համաձայն չեմ մասը եւս հնարավորություն լինի նշելու, օրինակ, on-line-ի դեպքում։ Ով համացանցում է շատ լինում, ես ասեմ թե ինչ էվոլյուցիայում ես ինքս ինձ վրա տեսել ես թռչնակ դնելու, ուրեմն առաջներում հարթակները կարող է թռչնակը դնելու տեղը չտայնել։ Ուղղակի ասում են, եթե կայք այցելել ես ինքնապ արդեն իսկ ուղարկում էին, որ հետո կարող է պիտի նշես։ Փոխելու։ Հետո մի քիչ պրակտիկան ավելի զարգացավ ու ասում էին, որ այլ թռչնակի տեղ չկար այդ կանոնները տվյալների մշակման պիտի թերթեիր մինչև վերջ, նոր վերջում ակտիվանում էր ես համաձայն եմ կոճակը, մինչև չէր թերթում, այդ կոճակը չէր հայտնվում։ Այսինքն ես կարդացել եմ, դա էդ էր փաստում։ Ես մի հատ բան եմ տեսել, եթե չեմ սխալվում, այդ PlayStation-ի խաղերից մեկում էր։ Ուրեմն բացեց այդ privacy policy-ին, արագ նայեցի, scroll արեցի մինչև վերջ, չակտիվացավ։ Ու հաղորդագրություն եկավ, որ շատ արագ ես թերթել։ Հետ գնա նորից դանդաղ թերթի։ Ինքը չգիտեր, որ դու մասնագետ ես եւ չգիտեր, որ ես արագ եմ կարդում։ Դե ինձ պետք եղած բարբերությունը գտել էի, կարծացել էի։ Այսինքն խաղը սարքողը, որ պատրաստում էր իմ տվյալները մշակել, որտեղ ես պիտի օգտահաշիվ ունենայի այդ խաղում, ինքը ինչ որ արագություն էր սահմանել ու ուզում էր համոզվել, որ իր ցանկացած օգտատեր իսկապես կարդում է, ամեն ինչ արել էր դրա համար ու ասում էր, չէ, դու դանդաղ մի քիչ սկրոլ արա, որ ես համոզվեմ, որ դու գոնե ինչ որ մի բան տեսել ես։ Սա տեղեկացնելու լավ տարբերակ է։ Երկրորդ տարբերակը ոնց կարող է մարդը տեղեկանալ, ինքը կարդալ։ Սա լավ հմտություն է, եթե ինչ որ մի բանի համաձայնում եք, լավ կլինի մինչև վերջ կարդաք ու նոր համաձայնեք, գիտակցված համաձայնություն տաք։ Սա էլ է տեղեկանալու լավ տարբերակ։ Եվ երրորդը, ենթադրենք ինչ-ինչ պայմաններով մարդը չի պատկերացնում, թե իր տվյալները ոնց են մշակվում։ Դիմացինը չի ասել կամ ինքը բաց է թողել այդ հատվածը ու չի կարդացել, չի հասցրել կարդալ։ Մարդը միշտ ունի հարցնելու իրավունք։ Կարող է դիմել տվյալներ մշակողին ու ասել, այ իմ տվյալները ինչ նպատակով ես մշակում, ում կարող ես փոխանցել եւ ստանալու համապատասխան տեղեկատվություն, Փենգորյա ժամկետում անձնական տվյալների պաշտպանության մասնարանքի 15-րդ հոդվածն է պարտավորեն տրամադրել նման տեղեկություն մարդուն իր տվյալների մշակման վերաբերյալ։ Իդեպ հարցնել եւ պահանջել տեղեկատվություն տրամադրել է, այս մասով փաստենք, որ դեռ չի նշանակում համաձայնվել։ Դրանից հետո դուք պարտավորված չեք, հա, որևէ մեկը պարտավորված չենք, դրանից հետո անպայման ընդունել այդ առաջարկը։ Օրինակ տեղեկատվությունը հասանելի դարձնել եւ ոչ։ Եվ երկրորդ բանն էլ այս մասով նշենք, որ եթե որոշակի ժամանակահատվածում դու տվել ես այդ համաձայնությունը, դու որևէ պահին զրկված չես դրանից հետ կանգնելու եւ հրաժարվելու եւ ավելին պահանջելու, որ այդ տվյալը օրինակ օգտագործված տվյալը վերացվի, եթե օրինակ դա հրապարակվել է համացանցում եւ այլն եւ այլն։ Մարդիկ ունեն այդ իրավունքները։ Բնականաբար այնտեղ կան առանձնահատկություններ, երբեմն կարող է այլ բան նախատեսված լինել օրենքով կամ այլ բան նախատեսված լինել հենց նույն համաձայնությամբ գլխանց։ Երբևէ ապահովագրված չենք, մենք համընդհանուր գլոբալ իրավունքը կա ու էլի լավ խորհուրդ է մարդկանց, ովքեր չունեն հմտություններ, անալոգիայով լավ է ինչպես են մարդիկ հմտություն ունենում ճանապարհին քայլելու ճանապարհին երթևեկության անկախներից վարորդ են, վարորդ չեն, ինչ որ հմտություն ձևավորում են, չէ, փողոց անցնելու, գիտեն ինչպես аնել, գիտեն որ անձրևոտ եղանակին հեչ պարտադիր չի սպիտակ շորերով տնից դուրս գալ, որ ցեխեր չլնես այլն։ Այ լավ կլինի, որ մարդիկ այս իրենց իրավունքը իրացնելու ճանապարհին նաև հմտանան, թե ինչ է անձնական տվյալների պաշտպանությունն ու սկսեն ապրել ավելի թեթև մի քիչ այս ոլորտում, գիտակցված ու թեթև ասելով նկատի ունեմ, որ իրենց համար իրենց իրավունքը պաշտպանել ինչ որ առանձնապես խնդրեմ չլինի, դառնա իրենց հմտության մաս։ Հա իհարկե, այս մասով էլ նաև պետք է ասել, որ պետք այսպես հարկադրված ամեն պահի մտածել, օй, այստեղ անձնական տվյալ եմ ես տալիս, գուցե սա կհետագայում կօգտագործվի եւ այլն, պետք չէ այսպես շատ ծանրաբեռնել քեզ ամբողջ օրվա ընթացքում այս մտքերով, որովհետեւ միևնույնն է լիարժեքորեն չես կարողանալու դու այդ պաշտպանությունը իրականացնել։ Կարող է ամփոփելիս մարդկանց մի քանի հմտության մասին պատմեմ, թե ոնց կարելի է պաշտպանվել օրինակ համացանցում։ Եթե պատմես, ես միայն ուրախ կլինեմ։ Լավ կլինի, տեխնիկական խորհուրդներ չեն լինի սրանք կլեն հենց
հմտության խորհուրդներ, առաջինը համացանցում գործել այնպես, ինչպես իրական կյանքում։ Ես սա շատ եմ կիրառում։ Մեկ-մեկ համացանցում մարդիկ չեն պատկերացնում, թե չեն համակարգչի դեմը մենակով, ասենք մութ սենյակում ծածկոցը գլխներին քաշած նստած գիտեն թե մենակ են ու չեն պատկերացնում, որ համացանցի էկրանից կրիչի էկրանից այն կողմ իրականում այդքան մարդու հետ են, մենակ չեն։ Սա լավ հմտություն է։ Օրինակ, եթե ես նկար պիտի հրապարակեմ, ես մտքումս պատկերացնում եմ, իբր այդ նկարը մեծ պաստառով տպել եմ ու կախել եմ Հանրապետության հրապարակում, որ մարդիկ կարող են անցնեն, դառնան իմ ծանոթները, ընկերները, գործընկերները, ուսանողները, տնեցիք կարող են անցնել հրապարակում ու այդ նկարը տեսնել։ Ինձ համար դա նորմալ է, թե չէ։ Եթե ես մտքում ինքս յուրաքանչյուրը կարող է իր միտքը ունենալ այդ նկարի հետ կապված։ Այո։ Դա էլ պետք է Եվ եթե ես ինձ մտքում պատասխանում եմ, որ հա, կարող են գնալ քննարկել, չէ՞, սա պատմել։ Անպայման, կարող են, չէ, անպայման։ Անպայման կանեն։ Եթե ես ինձ մտքում պատասխանում եմ, որ հա, դա նորմալ է, ուրեմն միգուցե եւ հանգիստ համեմատաբար ավելի հանգիստ ծրտով այդ նկարս բոլորի համար հասանելի եղանակով հրապարակում եմ համացանցում։ Կամ եթե ես մտածում եմ, որ օրինակ ինձ համար նորմալ է, որ ես կվերցնեմ ու ինչ կանեմ, օրինակ, ինչ կարելի է ասել ֆիզիկական կյանքում, փողոցում անցնող մի մարդու կտամ իմ անձնագրի պատճենը, կանեմ տենց բան, երևի չեմ անի։ Եթե չեմ անի, ուրեմն ես համացանցում եմ ես պիտի պատրաստ լինեմ, որ օրինակ ինքը կարող է օգտագործել իմ անձնագիրը եւ կատարել ցանկացած գործողություն, այդ թվում եւ քրեաիրավական հետևանք ունեցող գործողություն։ Ու եթե ես հասկանում եմ, որ ֆիզիկապես դա ինձ համար ռիսկային է, ես չէի անի, կամ իմ տան բանալին չէի վերցնի ու դուրս բաց թողած բանալին դնեի դրսում մուտքի մոտ ու գնայի աշխատանքի։ Եթե դա չեմ անի, ուրեմն ես համացանցում եմ նույն ձևով չեմ վարվի, չեմ հրապարակի համացանցում իմ անձնագրային տվյալները, իմ համացանցային ճակերտներում ասած տան, այսինքն օգտահաշիվների գաղտնաբառերը, բանալիները չեմ տարբեր մարդկանց դնի պատահական վայրում եւ այլն։ Սա լավ հմտություն է։ Մարդիկ կարող են մտքում պատկերացնել իբր թե այն ինչ տեղի ունենում համացանցում, իբր տեղի ունենում իսկական կյանքում։ Ու եթե իսկական կյանքում ռիսկ կզգան, ուրեմն թող գլխանց իմանան, որ համացանցում այդ ռիսկը կա ու չանեն համացանցում այն գործողությունը, որը չէին անի իսկական կյանքում։ Սա մեկ։ Այստեղ կներես, ես հիշեցի մի ժողովրդական ասացվածք, շատ տեղին է օգտագործելը, որ դուռդ փակ պահի եւ հարևանիդ գողմի անվանիր, այնպես որ կարող ես քո տվյալները փակ պահել, եթե դա քեզ անհանգստացնում է եւ դիմացին ինչը մեղադրել, որ օգտագործվեց կամ դուր չեկավ իր կողմից, վատ մեկնաբանություն գրեց եւ այլն եւ այլն։ Այսօր համացանցը այնքան մեծ հնարավորություններ է տալիս, եթե դու վախենում ես մեկնաբանություններից, վախենում ես ճակերտավոր թող լինի, հա, խուսափում ես, քեզ դուր չի գալի եւ այլն, փակի մեկնաբանություններ դաշտը։ Բայց եթե դու հաղորդում ես օրինակ հրապարակում եւ ասում ես մեկնաբանություններ գրեք եւ հետո դժգոհում ես, որ քեզ հարցեր են գրում, սա արդեն մի քիչ տրամաբանական չէ։ Հենց որ այդ մի հմտություն։ Երկրորդ հմտությունը համացանցում միշտ գնալ դեպի սկզբնաղբյուր։ Հիմա շատ մարդկանց կարող փորձեն խաբել, ասենք, չգիտեմ, Facebook-ը 24 ժամ հետո կապը ակտիվանա, մտի գաղտնաբառը փոխի, ինչ որ մի հատ հղում են տալիս, հրամցնում, մտցնում են մարդու աչքը, ասում են անցի ես հղումով անտատ, անցի գաղտնաբառը փոխի եւ այլն եւ այլն։ Կամ գալիս է հաղորդագրություն, որ գիտես առաքանի տեղը հասել, ինչ որ շատ հայտնի փոստային ծառայություն անունից։ Տեղը հասել, շտաբ մտի, տվյալները լրացրու, մեր առաքիչը թե չէ, հեսա կֆրակը գնա, անպայման մտի բոլոր քարտային տվյալները լրացրու, որ առաքանից ստանաս։ Ու տենց շարունակ, անընդհատ վախացնելով, ժամկետների մեջ դնելով տարբեր հաղորդագրություններ մարդկանց մոտ կարելի է գալ։ Կամ մեկ էլ ծանոթը գրում է, գիտես, ես ինչ երկիր էի գնացել, հիմա մեզ մոտ գիշերաբանկերը փակ են, շտապին մեզ էլեկտրոնային դրամապանակին մի 50,000 դրամ փող գցի, կամ կարաս 10 առավոտը կտամ եւ այլ ինչ որ sense բաներ։ Հիմա մարդիկ ինչ կարող են անել։ Պարտադիր չի բոլորը ունենան ինչ որ սուր աչք կամ համացանցում թացը չորից զատելու կամ ինչ որ տենց կիբեր հմտություններ, իրանք միշտ կարող են այդ դեպքում գնալ շարից փորձանքից հեռուի ռեժիմով գնալ դեպի սկզբնաղբյուր։ Ինչ է սա նշանակում։ Ստացել եմ հաղորդագրություն Facebook-ի ապա ակտիվանալու մասին։ Ենթադրենք անհանգիստ է, սիրտս լքլքում է, մտածում եմ հանկարծ Facebook-ս չբլոկավորվի։ Ես կյանքում չեմ անցնում ինձ առաջարկված հղումով։ Ես գիտեմ որտեղ է իսկական Facebook-ի application-ը հավելված իմ հեռախոսի մեջ, իմ սեփական մատներով, իմ սեփական account-ից կմտնեմ, իմ ապահովության համար գաղտնաբառը կփոխեմ։ Եթե նախապեյություն էր ու ես իզուր գաղտնաբառս փոխեցի, գոնե գաղտնաբառս ուրիշին չվստահեցի։
Ընդհանրապես փոխեցի Եվ ի ու լավ։ վերջո ոչինչ չկորցրեցիր դու։ Այո, ոչինչ չկորցրեցի իրանով։ Փոխելով ոչինչ չկորցրեցի առնվազն։ Անկամ եթե անիմաստ արեցի, միկա ոչինչ չկորցրեցի։ Իսկ եթե անցնեմ հղումով ու դա 99 դա 99 չէ, դա միշտ խարդախությունների գործ է, ապա ես կստացվի, որ իմ գաղտնաբառը ինչքան էլ լավը լինի, մեկը ինքս իմ ձեռքով տալիս եմ չարագործին։ Եկել է իբր առաքանում եմ։ Շատ կարևոր է այդ ժամկետի սեղմ լինելը։ Միշտ խարդախությունների մեջ առաջին, այսպես ազդանշանը, ազդակավորն է այդ ֆիշինգների, հա, եւ ինչու՞ չէ նաեւ խարդախությունների մնացած, որ ժամկետ են տալիս, հա, վախ, տագնապի զգացում։ Այո, արագ, եթե սա մի քանի վայրկյանում դու չարեցիր ու հիմնականում այդ ժամանակահատվածը որ տրվում է, մարդը էլ մտածելու ժամանակ չի ունենում։ Այսինքն արագ գործողություններն է հաշվարկած։ Եթե օրինակ ինձ եկել է, որ ես առաքանի ունեմ ու արագ պիտի ստանամ, ես երկար էի սպասում, կարող համընկել եմ կյանքի հետ, կարող իսկապես կարևոր բան էի սպասում, ես արագ կհագնվեմ, կգնամ այդ փոստային ծառայություն, կասեմ եկել եմ առաքանից տվեք, կգնամ դեպի սկզբնաղբյուր։ Մի բան կար պատերազմի ժամանակ հաքերները ադրբեջանցի սարքել էին համահայկական հիմնադրամի կեղծ էջը, ընդամենը հիմնադրամի ՄՅՈՒՆ-ի տեղերն էին փոխել, դարձել էր հիմնադրամ, բայց լատինատար գրելիս նույն մասնիկն է, աչքը մտցնում էր աչքը, չէր հասկանում որ նույն մասնիկ։ Հա, հիշեցի այդ։ Մարդիկ անդադ հարցնում են, ասում են, այ ոնց հասկանանք, կարող գույները են չի, կարող շրիֆտը են չի, կարող է տեքստն է բան գրած։ Դե մենք չենք կարող լայն հասարակությանը տենց տեխնիկական խորհուրդներ տան, մարդկանց մի խորհուրդ ենք տալիս, մենք մարդիկ, եթե դուք որոշել եք նվիրատվություն անել հիմնադրամին, ապա ամենալավ բանը ինչ կարող եք անել, ձեզ առաջարկված հղումներով երբեք չանցնել ձեր սեփական մատներով, սեփական ստեղնաշարով հիմնադրամ բառը մանեկեք ինքներդ բացեք, մտեք, արեք։ Դուք կանեք ձեր նվիրատվությունը, լինքով մի անցեք, կապ չունի այդ լինքը իսկականա թե չէ։ Էլի միշտ գնալ դեպի սկզբնաղբյուր։ Ընկերս ուզում է ինձ պարտքով գումար համացանցով, այլ ընտրանքային իմ իմացած վստահելի համարով մարդուց կհարցնեմ, կասեմ դու ես, իսկականից ուզում ես, կգնամ իրան հյուր, կասեմ եկել եմ, փողդ բերել եմ, դու ես, ու սա էլի ահագին դեպքերում հերոյա պահում վտանգներից։ Վտանգը այդտեղ արկայա գիտես որ պարագայում, երբ որ հակառակ էֆեկտն են ուզում ստանան այդ խարդախները, այլ ասում են, օրինակ ոչ թե դու նվիրատվություն արա անձնական տվյալ տուր, այլ դու շահում ունես կամ X բանն ես ստանալու դրա դիմաց ու մարդու մոտ ստեղծում են այդ կեղծ ոգևորությունը, կեղծ ակնկալիքը ավելի լավը ստանալու ու դրանով կորզում են գումարներ ու մնացած անձնական տվյալները։ Ու այդ դեպքում ներողություն եմ խնդրում այստեղ քեզ ընդհատելու համար, բայց այդ դեպքում արդեն մարդը երբեմն կորցնում է իրականության զգացումը։ Ես մի դեպք ունեի, երբ որ իրական կյանքից պրակտիկայից դեպք, երբ որ բավականին մեծ գումարներ փոխանցել էր Դուբայում խարդախներին, ժառանգություն ստանալու ակնկալիքով։ Իմ առաջի պարզ տրամաբանական հարցը՝ դու այդ մարդու մահվան վկայականը տեսել ես, այսինքն ումից որ պիտի ստանաս։ Ասում է այո, տեսել եմ։ Ասում դա քո հորեղբայրն է, ասում է ոչ։ Բա ուր ես տալիս։ Բա ինչի ես դու մտածում, որ այդ դեպքը կարա իրական լինի։ Հասկանում ես, մեկ-մեկ մարդիկ այդ այնքան ցանկությունը մեծ է, որ իրականության զգացումը կորցնում են այդտեղ։ Ու ինքը սենց թափվեց, չկարողացավ իմ հարցին պատասխանել։ Ասում եմ, եթե դու չունես այդ անազգաննով հորեղբայր, ինչպես պիտի իր գույքը ժառանգես։ Ոյ, դրա համար կա երրորդ հմտությունը։ Այս հմտությունից բացի, ասենք թե ասում են ինչ որ բան ես շահել կամ քեզ փող կտանք ու մարդը չի կարողանում ֆիզիկապես գնա տեղ։ Ենթարենք արտասահմանյան ինչ որ կազմակերպություն հայտնի աստղայի իբր թե փող տալի, ասում անվանը տառաչի տառը գրի։ Այս վերջին դեպքը հիշեցի Դոնալդ Թրամփի հետ կապված։ Լսել ես, քրեական գործ է հարուցվել։ Ինչ կանեմ ես որպես հաջորդ հմտություն։ Համաչափության սկզբունքը, որի մասին խոսում ենք, որ տվյալները պիտի նվազագույն քանակով օգտագործվեն, կօգտագործեն որպես անվտանգության պաշտպանության միջոց։ Նայեք ոնց։ Եթե ես հիմա գրեթե վստահ եմ, որ մեզ դիտող բոլոր մարդիկ, ինչ որ չափածները երբևէ իրար փող ուղարկած կլինեն, քարտին փող գցած կլինեն։ Ու ես գրեթե վստահ եմ, որ մարդկանց մեծամասնությունը չգիտի, թե դարձերեսի եռանիշ CVV կոդը ոնց է աշխատում։ Մեր մեջ ասած ես էլ չգիտեմ ոնց է աշխատում,
բայց ես գիտեմ, որ ուրիշին փող փոխանցելու կամ երբ որ ես եմ ուզում փող ստանալու համար, իմ քարտի վրայի 16 նիշից բացի ուրիշ բան պետք չի տրամադրել։ Էլի մասնագետ չեմ, չգիտեմ ոնց է ուրիշ բան աշխատում։ Այսպես լիատ ունեինք։ Հա, ունենք բանկերից մեկն էր կազմակերպել, հա։ Եթե ես գիտեմ հասկանալի մատչելի լեզվով։ Եթե ուղղակի որպես մարդ գիտեմ, որ այս 16 նիշից ավել բան պետք չի, բայց ինձնից դիմացին ավելի շատ տեղեկություն է ուզում, անհամաչափ տվյալներ է ուզում, ուրեմն այստեղ մի բան են չի։ Կամ երկրորդ օրինակ ես, մեր մեջ ասած, ինքնուրույն մենակով շոր առնել չգիտեմ։ Ես որտեվ խանութների հանդերձանում երբ որ շոր եմ փորձում, այդ հայլիների մեջ լավ չեմ կողմնորոշվում, սազում է, չի սազում եւ այլն։ Հայլին պիտի հետո տանես։ Կամ ես կարողա նկարվեմ, ուղարկեմ կնոջս ասեմ մի հատ ինձ ասա, ոնց է, լավ է, կողքերս կախվել են դուրս, թե չէ, կողը մեկ-մեկ էլ կիսա տկլոր տենց, շորս բարձրացրած ուղարկեմ նկար։ Հիմա ես ունեմ նպատակ, չէ, խորհուրդ հարցնելու իմ ընկերոջից, կնոջից, մեկ-մեկ կողը մի քանի հոգուց ուզենամ հարցնեմ, շատերին ուղարկեմ այդ նկարը կամ խումբ սարքեմ ուղարկեմ։ Նպատակս ունեմ, նկարս ուղարկեցի, խորհուրդը ստացա ու որոշեցի այդ շորն առնում եմ, թե չեմ առնում։ Դրանից հետո արդյոք ինձ իմ նպատակի տեսանկյունից անհրաժեշտ է, որ իմ այդ նկարը բոլորիս գրագրությունում մնա։ Չէ։ Եթե չէ, ուրեմն մտնում եմ բոլորիս մոտից դա ջնջում եմ, որովհետև Աստված չանի, եթե վաղը մյուս օր իմ կամ իմ ծանոթի ընկերոջ եւ մյուսի էջը կոտրեն, մտնեն գրագրության մեջ նայեն, կարողանան ունենալ նաեւ իմ տկլոր, կիսատկլոր նկարը։ Իսկ եթե դա տեղից ջնջել եմ, իհարկե ցավոք էջս կկորցնեմ, բայց գոնե հանցագործին, չարագործին չեմ տա ինձ շանտաժ անելու հնարավորություն իմ նկարներով, որ այնտեղ կար։ Սա էլ է լավ հմտություն։ Եթե որևէ տվյալ ձեզ այլևս պետք չի, որ ինչ-որ միտեղ մնա, հրապարակված մնա եւ այլն, ապա պետք է ուղղակի դա հանել, վերացնել, այսինքն տվյալները, սեփական տվյալները պաշտպանել, ինքնապաշտպանել, այդ տվյալները համաչափորեն օգտագործելով։ Այդ մասով շատ կարևոր է նաև էլեկտրոնային փոստից արտահոսքը։ Այո, շատ հաճախ է լինում։ Օրինակ մեր աշխատանքի պարագայում, մեր մասնագիտական գործունեության ընթացքում բազմաթիվ այդ թվում գաղտնի փաստաթղթեր ենք ուղարկում մեկս մյուսին, թե գործընկերների մեջ համագործակցության շրջանակներում եւ թե քո վստահորդն է քեզ տրամադրում դրանք մեյլով եւ այդտեղ էլ հարց է առաջանում արդյոք եթե X մարդու մեյլը ջարդում են, այսպես ասած, եւ այդ տվյալները հասանելի են դառնում, այստեղ ով է պատասխանատվություն կրում, չէ՞ որ օրինակ ես ունեմ սովորություն գործը ավարտելուց հետո այդ մարդու նամակագրությունը ջնջում եմ։ Շատ լավ պրակտիկա։ Բայց կարող է այդ տեղի ունենա այդ ընթացքում, երբ որ գործը դեռ ես չեմ ավարտել եւ այդ փաստաթղթերը ինձ պետք են։ Մի օրինակ ունեմ հետեւյալ կերպ։ Ես իմ օրինակով պատմում եմ, իմ մեյլի օրինակով պատմում եմ։ Իմ մեյլը երբեմն ինձ համար արխիվ է։ Օրինակ որոշ փաստաթղթեր երբեմն մեյլից մեջ երկար պահում եմ, որ ձեռքի տակ լինի, իզուր իրան չպատճենեմ կամ համակարգիչս հետս քաշ չտամ, ինքի մեյլում կա, որ ես ամեն վարքյան ուզենամ մտնեմ այդ մեյլը, հիշում եմ, մտնեմ այնտեղից ինչ-որ բան ցույց տամ։ Բայց կա դեպք, երբ որ ինձ համար մեյլս արխիվ չի, ընդհանրապես կապուղի է։ Ու տենց դեպք եղել, երբ որ ես իմ ծանոթներից մեկին պիտի տա իմ անձնագրի պատճենը, վիզայի էջի պատճենը, ես ալարում էի պատճենեի տանը իրեն տայ, առիթ չէր լինում հանդիպենք, ես իրան մեյլ արեցի, ուղղակի որ ինքը տպի դնի այն թղթերի մեջ, որտեղ որ պիտի դներ։ Ինքը տպեց, դրեց, հետո զանգեց ինձ, ասեց վերջ, ես արդեն իմ նպատակին հասել եմ, քո վիզայի էջը տպել եմ, ինձ մոտ ջնջել եմ այդ մեյլը տիրա կցված անձնագրի էջով, դու էլ քեզ մոտ ջնջի։ Ու ես ինձ մոտ ջնջեցի։ Իսկ սա էլի գնահատման մասին է։ Իհարկե մենք չենք կարող դառնալ Ռոբինզոն Կրուզոներ ու երբեք չունենալ հեռախոսներում նկարներ, մեյլերում տեղեկություններ, բայց համեմատաբար եթե լինեն երկու փաստաբան, ես չեմ ուզում այս օրինակը քեզ վրա բերեմ, եթե ունեն երկու փաստաբան, մեկը երկուսն էլ ունեն 10-ական վստահորդ, երկուսի դեպքում էլ 5-ական գործը ավարտել է։ Եթե մեկը իր մեյլում իրան այլևս ոչ անհրաժեշտ են 5 վստահորդի նամակագրություններն ու փաստաթղթերը ջնջելը, իսկ երկրորդը չի ջնջել եւ Աստված չանի երկու փաստաբանին էլ կոտրեն, ապա մեկի դեպքում ընդամենը 5 հոգու տվյալներ կստանան, երկրորդի դեպքում 10 հոգու տվյալներ կստանան։ Այսինքն համեմատության մեջ այս հնարքները կիրառելը իհարկե չի ասում, որ չի լինելու կիբերհանցագործություն, երբեք մարդիկ զոհ չեն դառնալու, տվյալները արտահայտ չի լինելու, անընդհատ լինելու է, բայց համեմատության մեջ եթե այս հնարքները մարդիկ որպես հմտություն կիրառում են,
գրում են դեպի սկզբնաղբյուր, համաչափ են տվյալները մշակում, համացանցում գործում են այնպես, ինչպես իրական կյանքում, ապա շատ էականորեն քչանում է չարագործների հնարավորությունը միջամտել մարդու իրավունքներին ու էականորեն բարձրանում է մարդկանց տվյալների պաշտպանվածությունը։ Մինիմալի է գոնե հասցվում այդ ռիսկերը, որոնք կարող են հետագայում բացասական հետևանքների բերել։ Այս դեպքում նույնիսկ կարող ենք այսպիսի մի օրինակ էլ առաջարկել, հա, ինչը ես էլ եմ շատ հաճախ օգտագործում, WhatsApp-ն եմ ես օգտագործում շատ դեպքերում փաստաթղթերի փոխանակման որպես միջոց, այլ ոչ թե մեյլը, նախ մեյլը չծանրաբեռնելու համար եւ հետո WhatsApp-ը ինձ ավելի հարմար է։ Եվ օրինակ գործը ավարտելուց հետո ես իմ ուղարկածները իմ կողմից գոնե ես դա անում եմ, հա, այդտեղ ջնջել բոլորի համար ֆունկցիան կա, դու ջնջում ես եւ իր չաթից է անհայտանում եւ իմ մոտից է անհայտանում։ Իհարկե, ես այս դեպքում էլ ապահովագրված չէ, որովհետեւ ինքը կարող էր մինչեւ իմ ջնջելը, օրինակ, պահպանած լինել իր բայց համեմատության մեջ, բայց գոնե ես այդ հնարավորությունը հասցրեցի մինիմալի եւ գոնե հետագայում խնդիր առաջանալու պարագայում ես կարողանում եմ ապացուցել, որ տես չաթից ես ջնջել եմ։ Այսինքն ինձանից չի արտահոսքը գնացել։ Արդեն էլի մինիմալը բանը ռիսկերը ես ապահովում եմ։ Մարդկանց հասկանալի դառնալու համար արի ես մի անալոգիան ասեմ ու էլ ոչ մի բան չունեմ ասելու։ Այ էլի ցավոք ճանապարհային երթևեկության խնդիրներ լինում են, չէ՞, լինում են վթարներ, լինում են մարդկանց առողջությանը վճարներ եւ այլն։ Հիմա մարդը կարող է անցնի հետիոտնային անցումով իր համար կանաչ լույսի դեպքում եւ այլն, բայց ցավոք էլի լինի ինչ որ վթար։ Երկրորդ տարբերակը, երբ որ մարդը պարբերաբար գիշերը չսահմանված վայրով, ծայրից ծայր սև հագած առանց ազդանշանի մեքենայի դիմացով վազվզի այս կողմ են կողմ, էլի կարող է վթար լինի։ Երկու դեպքում է կարող լինել 90% հավանականությունը տարբեր է։ Դրա համար միշտ այս հմտությունները կիրառելը արժի, որովհետև դա էականորեն նվազեցնում է տվյալների նկատմամբ անօրինական միջամտության ռիսկը։ Իհարկե, այս թեման իրոք շատ այսպես ծավալուն է, շատ հաճելի է զրուցել այս թեմայով։ Ես կարծում եմ հեռուստադիտողներ նույն, այսպես ասած, ոգևորությամբ կդիտի մաքսիմալ հնարավոր, մաքսիմալ կյանքից վերցված օրինակներով բացատրությունները տվեցինք, փորձեցինք, այսպես ասած, էլի, հա։ Այո, իհարկե, անցնենք մեր հաղորդումը ունի նաև այսպես վերջին փուլ, հա։ Դու նախապես գիտեի դրա մասին։ Ֆորմատը գիտեիր, այ հարցերը չգիտեիր։ Այո, ֆորմատը գիտեի։ Դրան։ Իհարկե։ Մի քիչ կարող է այսպես Ես շատ եմ սիրում այդ բաներ։ Ինձ դրանք հետաքրքիր է։ Խնդրում եմ այդ հարցերին պատասխանես մաքսիմալ կարճ, այսպես բլից ֆորմատով, հա։ Կենտրոնացած եմ գնացինք։ Եթե դեմ չես, ես ընթերցեմ հարցերը, որպեսզի որևէ բան այլ կերպ չկարդամ, չասեմ։ Գնացինք։ Ինչ անձնական տվյալ են մարդիկ ամենահեշտը տալիս։ Ցանկացած անձնական տվյալ համացանցում։ Այսինքն համացանցը էլի այսպես թե այնպես մեր համացանցում հեշտ են բաժանվում, ֆիզիկական դժվար։ Քո անձնական կարծիքով, մասնագիտական նաև, Հայաստանում անձնական տվյալները պաշտպանված են թե ոչ։ Ճանաչված են, պրակտիկան ոչ, ընդհանրապես պաշտպանված չեն։ Մենք ունենք համակարգային խնդիր չիմացության դեռևս մարդկանց ու անուշադրության։ Ցավոք։ Այս ոլորտի ուսումնասիրությունը եւ մասնագիտանալը այս ոլորտում անձնական տվյալների պաշտպանության քեզ ավելի զգոն է դարձրել, թե ավելի այսպես խուսափող։ Ես սկսել եմ բոլոր առցանց հարթակներում քաղաքականությունների գաղտնիության privacy policy-ն էլ կարդալ։ Միանշանակ ավելի զգոն եմ դարձել։ Հրաշալի պրակտիկա է։ Միշտ հիմա։ Մեկ սխալ կնշես, որն են քաղաքացիները ավելի շատ այս ոլորտում անում։ Հա, երևի ընդհանուր սխալն ասեմ, մի քիչ փիլիսոփա եմ, չեն սովորում։ Մարդիկ ինչքան շատ սովորեն, ինչքան շատ հմտանան, այնքան լավ։ Դա ճակերտավոր սխալ է կանվանենք ու կոչանենք, որ մարդիկ սովորեն։ Թերություն, լավ, այսպես, հա։ Թող սովորեն։ Եվ վերջին հարցս, քո խորհուրդը մեր քաղաքացիներին մեկ նախադասությամբ։ Վայ, նախորդ հարցով մի քիչ տվեցի, թող սովորեն։ Ես կոչ եմ անում մարդկանց, որ ինչքան հնարավոր է շատ կարդան տվյալների պաշտպանության մասին, վերցնեն օրինակ օրենքը մեր, ու չեմ ասում որպես իրավաբան, այլ ոնց որ կկարդան, ենթադրենք պատմվածքը կամ ինչ որ գեղարվեստական, այդ տենց ուղակի կարդան ու ծանոթանան անձնական տվյալների պաշտպանությանը։ Դա մեծապես կմեծացնի իրենց հնարավորությունը պաշտպանվելու։ Շատ լավ, Գևորգ, այսքանն էին բլից հարցերը։ Շատ շնորհակալ եմ քեզ մասնակցելու հաղորդմանը, հետաքրքիր
զրույցի համար։ Հուսով եմ մեր հաղորդումները կլինեն շարունակական, որովհետև այս թեման այնքան լայն է, այնքան բազմա, այսպես շերտ է, որ կարելի է առանձին շերտերին, առանձին թեմաներին, կոնկրետ սուբյեկտներին անդրադառնալով սրանց մասին խոսել։ Իհարկե, քաղաքացիները եւս զրկված չեն այդ հնարավորությունից, կարող են գրել կոնկրետ ոլորտում որ հարցերն են ձեզ ավելի հետաքրքիր, եւ մենք դրանց հետ այսօր կանդրադառնանք առանձին հաղորդման տեսքով։ Ես էլ եմ շնորհակալ, խոստանում եմ, եթե այս ոլորտում հարցեր լինեն առանձին հաղորդման թեմա, սիրով էլի կգամ։ Եվ հաղորդման վերջում ուզում եմ առանձնացնել մեկ պարզ միտք։ Անձնական տվյալը արժեք է, եթե դու գիտես ինչպես պաշտպանել այն։ Ես Անի Ավետիսյանն եմ, սա Իրավունքը բաց տեքստով ոդքասթներ։ Բաժանորդագրվեք հաջորդ հաղորդումները բաց չթողնելու համար, որովհետև այստեղ իրավունքի մասին խոսում ենք բաց տեքստով։ Կհանդիպենք հաջորդ հաղորդմանը։